Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը պարզապես ցնցելու է ձեր երևակայությունը, քանի որ այն բացահայտումներն ու զարգացումները, որոնց մենք ականատես կլինենք առաջիկա սերիաներում, գլխի վայր են շրջելու մինչ այս պահը մեզ հայտնի ողջ իրականությունը։ Պատրաստվեք, քանի որ սերիալում դիմակները վերջնականապես պատռվում են, իսկ կրքերը հասնում են աննկարագրելի եռման կետի։ Սկսենք ամենախճճված սիրային եռանկյունուց և Ավոյի անսպասելի ու համառ քայլերից։ Ավոն, ով կարծես թե որոշել է մինչև վերջ գնալ իր նպատակների հետևից, խիստ մարտական է տրամադրված։ Նա վերջնականապես որոշել է հասնել Օլգային և գնում է չափազանց լուրջ քայլի, փաստացի ամուսնության առաջարկություն է անում նրան։ Ավելին, իր լրջությունն ապացուցելու համար Ավոն նույնիսկ բաժանվել է իր օրինական կնոջից՝ Ռոզիից, միայն թե կարողանա ազատ լինել և կառուցել իր ապագան Օլգայի հետ։ Սակայն Օլգան հայտնվել է շատ բարդ հոգեբանական կացության մեջ։ Նա ահավոր ամաչում է իր տարիքից, ամաչում է իր հասուն որդուց և չի կարողանում միանգամից տրվել իր զգացմունքների։ Այս ամենը շատ ծանր է տանում Դավիթ պապիկը, ով կտրականապես արգելում է Ավոյին անգամ մոտենալ Օլգային, բայց Ավոն իրեն հատուկ համառությամբ բացարձակապես ուշադրություն չի դարձնում պապիկի արգելքներին։ Օլգան, ով ներքուստ իսկապես զգացմունքներ ունի Ավոյի հանդեպ, որոշում է անկեղծ զրույց ունենալ որդու հետ։ Սակայն Վովայի արձագանքը լինում է չափազանց կտրուկ և հստակ։ Նա մորն ասում է, որ ինքը երբեք դեմ չի եղել և դեմ չէ մոր անձնական երջանկությանը, բայց այդ երջանկությունը երբեք չի կարող լինել Ավոյի հետ։ Իսկ այժմ պատրաստվեք սերիալի պատմության ամենամեծ և ամենաշոկային բացահայտմանը, որը պարզապես ապշեցնելու է բոլորիս։ Ինչպես հիշում եք, մենք բոլորս կարծում էինք, թե Արամի դեմ իրականացված մահափորձի և սպանության հետևում կանգնած է Իննան, բայց իրականությունն այլ է։ Իննան զանգահարում է իր վարձու մարդասպանին ճնշելու, թե արդյոք իր պատվերը կատարված է, և այստեղ հնչում է անսպասելին։ Մարդասպանն ասում է, որ իրենք չեն հասցրել վերացնել Արամին, որովհետև ինչ-որ մեկն իրենցից առաջ է ընկել, իսկ Արամին զարմանալիորեն հաջողվել է փրկվել այդ քաոսից։ Իննան խուճապի մատնված այս շոկային լուրը անմիջապես հայտնում է Հունանին, և հենց այստեղ Հունանի սուր միտքը կայծակնային արագությամբ աշխատում է։ Նա միանգամից հասկանում է, որ այս դաժան խաղի և մահափորձի հետևում իրականում կանգնած է ոչ այլ ոք, քան Արտյոմը։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, Արտյոմը ցանկանում է սպանել իր հարազատ եղբոր որդուն։ Բայց ասենք ավելին, իրադարձություններն այնպես են զարգանում ու բացահայտվում, որ պարզվում է Արամի հորը ժամանակին սպանել է ոչ թե Հունանը, ինչպես բոլորը համոզված էին տարիներ շարունակ, այլ հենց ինքը Արտյոմը։ Արտյոմը դիտավորյալ, խորամանկորեն Արամին տրամադրել էր Հունանի դեմ, նրան դարձնելով կույր գործիք իր ձեռքերում։ Իսկ իրական դրդապատճառը եղել է միայն ու միայն հսկայական ունեցվածքը։ Արտյոմը եղբորը սպանել է կարողության համար, և հիմա, երբ Արամը կարող է խանգարել իրեն, նա որոշել է վերացնել նաև եղբոր որդուն, որպեսզի վերջնականապես մի անձնյա տիրանա ողջ հարստությանը։ Սա պարզապես ցնցող բացահայտում է, որը նոր արյունալի պատերազմի սկիզբ է դառնալու։ Մինչ հանցավոր աշխարհում կրքերը եռում են, Մանանի կյանքում շարունակվում է անվերջանալի դրաման։ Նա, ով դեռ չի կարողանում համակերպվել Գրիշոյի վիճակի հետ, որոշում է գնալ ծայրահեղ քայլի։ Մանանը գնում է Իննայի ռեստորան, որպեսզի խնդրի ու աղերսի սկեսուրին իրեն ուղարկել Գերմանիա ամուսնու մոտ։ Սակայն այն, ինչ նա տեսնում և լսում է այնտեղ, վերջնականապես կոտրում է նրան։ Մանանը ականատես է դառնում Մաշի և Իննայի խոսակցությանը։ Մաշը հպարտությամբ հայտնում է Իննային, որ ինքը տղա է ունենալու մաքունցների ընտանիքի համար։ Այս լուրը ասելուց հետո Մաշը հեռանում է, իսկ թաքնված Մանանի ներսում պարզապես հրաբուխ է ժայթքում։
Զայրույթից, ցավից ու նվաստացումից պայթելով Մանանը դուրս է գալիս թաքստոցից և մի լավ պորտը տեղն է դնում Իննային։ Նա գոռում է, լացում և հարցնում, թե ինչպես է Իննան համարձակվում իր հետ այսպես ստորաբար վարվել։ Մանանը ցավով ասում է, որ ինքը եկել էր խնդրելու, որ իրեն թույլ տան մեկնել Գրիշոյի մոտ, բայց փոխարենը տեսավ այս զզվելի տեսարանը, որ փաստորեն մակունցների ընտանիքն արդեն լիովին ընդունում է Մաշին որպես իրենց նոր հարսի։ Այս արդարացի մեղադրանքներին Իննան չի դիմանում։ Կորցնելով ինքնատիրապետումը, նա ուժգին ապտակում է Մանանին և անխղճորեն դուրս շպրտում նրան ռեստորանից։ Մանանը հեռանում է ահավոր, ճնշված և կոտրված վիճակում, հասկանալով, որ այս ընտանիքում իր համար այլևս տեղ չկա։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, արդյոք Արամը, իմանալով ողջ ճշմարտությունն իր հոր սպանության մասին, կմիավորվի Հունանի հետ իր դավաճան հորեղբորից Արտյոմից դաժանաբար վրեժ լուծելու համար։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար և կհանդիպենք շատ շուտով։